Մի քանի հաճախ հանդիպող պատճառ, թե ինչ են երեխաները երեկոյան քնելուց առաջ շատ ակտիվ լինում, վազվզում, թռչկոտում և շատ դժվար է նրանց հանգստացնել և անկողին պարկեցնել։ Առաջին պատճառը. հաճախ երեխաները պարզապես բավականաչափ օրվա ընթացքում ֆիզիկական ակտիվություն չեն ունենում և հոգնած չեն լինում երեկոյան քնելու համար։ Ինչ է անհրաժեշտ անել։ Օրվա ընթացքում ցանկալի է առավոտյան ժամերին երեխային տարեք դուրս, թույլ տվեք խաղալ բակում, սպորտային տարբեր խմբակների տարեք, որպեսզի նա անհրաժեշտ էներգիան ծախսի և երեկոյան բավականաչափ հոգնած լինի քնելու համար։ Երկրորդ պատճառը. երեխան պարզապես ձեզ հետ շփման պակաս ունի։ Երբ օրվա ընթացքում բավականաչափ ծնողների հետ չեն շփվում երեխաները, նրանց հետ բավականաչափ ժամանակ չեն անցկացնում, երեկոյան քնելուց առաջ այդ կարիքը ավելի է սրանում նրանց մոտ և նրանք սկսում են առիթը ամեն կերպ օգտագործել, որպեսզի ձեզ հետ անհրաժեշտ ու բավական ժամանակ անցկացնեն։ Ինչ են անում նրանք, սկսում են վազվզել, թռչկոտել, գալիս են ձեզ մոտ, չեն ուզում քնել կամ քնից առաջ պարզապես պահանջում են մի քանի հեքիաթներ։ Այսպիսով նրանք փորձում են լրացնել իրենց ներսում գոյացած կարիքը ձեր հետ շփման ու ձեր ջերմության։ Ինչ է անհրաժեշտ անել։ Օրվա ընթացքում փորձեք բավականաչափ ժամանակ անցկացնել երեխայի հետ։ Միասին խաղացեք, միասին դուրս եկեք քայլելու, գիրք կարդացեք նրա համար եւ այլն եւ այլն։ Այսպիսով երեխան անհրաժեշտ ջերմությունը եւ սերը կզգա ձեզնից եւ քնելուց առաջ այդ կարիքը այդքան սուր չի լինի նրանց մոտ եւ քնի ավելի հանգիստ, քան սովորաբար։ Վերջին պատճառը. հնարավոր է, որ դուք երեխային չափազանց երկար եք արթուն պահում և երեխան պարզապես գերհոգնում է, որ հիմնականում երբ երեխաները և մարդիկ երբ հոգնած են, նրանք ձգտում են քնելու, սակայն երբ այդ հոգնածության շեմը չափազանց երկար է, հեռու է անցնում, երեխան գերհոգնած վիճակում է գտնվում, այստեղ նրա ուղեղը պարզապես չի դադարում աշխատել այսպես արագ իրավիճակից դուրս գալ եւ ինչ է լինում, նրանք դառնում են գերակտիվ։ Եթե ձեր երեխան քնում է 9-ից ուշ, 10-11-ին եւ այլն, եւ նա պարզապես գերակտիվ է քնելուց առաջ, փորձեք նրա քնի ժամը կամաց-կամաց, ոչ անմիջապես, բայց կամաց-կամաց ավելի վաղ դարձնել։ Այսպիսով երեխայի գերհոգնածության հավանականությունը կնվազի եւ նա ավելի հեշտությամբ կքնի։